Արաղը թշնամի է, որ սատանան խորամանկաբար բերել ու մցրել է մեր մշակույթի մեջ։ Խոսքն ասում է, մի հարբեցեք գինիով, որ նրանում անառակություն կա։ Աստվածաշունչն է ասում, սիրելիս, գինիի մեջ, խմիչքի մեջ, ցքի մեջ, օղիի մեջ անառակություն կա։ Բախի չեք խմում։ Իսկ ինչի խմեմ։ Այս արաղը իմ ազգի մեջ ինչքան ընտանիքներ է բաժանել։ Այս արաղի պատճառով ինչքան ծեծեր, ջարդեր, ինչքան կռիվներ ա եղել ընտանիքի մեջ, ինչքան երեխաներ են տուժվել, ինչքան աղջիկներ են բռնաբարվել, ինչքան մայրեր են լացել այս արաղի պատճառով, այսի իմ ազգի թշնամին է, ես իրան չեմ խմելու։ Այդ դրա համար չեմ խմում։ Արաղնով է, ող իմ ու քո ներսում Քրիստոս փառավորվի, իմ ու քո ներսում Քրիստոս մեծարվի։ Հովին դուրս է ինչ-որ արաբական երկրներում մի շատ պատվավոր շեյխ խմիչք առաջարկում։ Ես այդ մարդուն մերժելը դա լուրջ հարց է։ Ով ասում եմ շնորհակալություն, ես չեմ խմում։ Ոնց, ես չեմ խմում։ Ասում, բայց իմ սեղանին նստել են մարդիկ, ծառայողներ ու հովիվներ, որոնց ես լցրել եմ, իրանք խմել են։ Ասում, ես չգիտեմ, իրանք խեն խմել կամ ես իրանց համար չեմ կարա պատասխան տամ, բայց ես չեմ խմում։ Ասում, ինչի։ Հովը մի հետաքրքիր պատասխան է տալիս, ասում, դուք կնստեիք են ինքնաթիռը, որի լյոթչիկը թեկուզ մի բաժակ թեթև ախորժակի համար խմել էր։ Ասում չէ։ Ասում ես մի ինքնաթիռի առաջնորդ եմ, լյոթչիկ եմ, որի մեջ 10,000 մարդ կա։ Ամեն րոպե կարան այդ մարդիկ զանգեն, ինձանից աղոթք խնդրեն։ Ամեն րոպե կարան այդ մարդիկ զանգեն, ինձանից խորհուրդ խնդրեն։ Ես պետք է սթափ լինեմ, որ կարողանամ իրանց ճիշտ պատասխան տամ։